Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ ծանոթներ և անծանոթներ։ Ես ուզում եմ մի փոքր կիսվեմ իմ մտահոգություններով, ինչ որ տեղի ունենում մեր երկրում, հոգևոր ոլորտում, արդեն բավական տևական ժամանակաշրջան։ Գարեգին B կոչվածը նույն ինքը Կտրիչ Ներսիսյան, որը որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ով կարգվեց ամենայն հայոց կաթողիկոս։ Այդ կադրերը այնքան լավ եմ հիշում, երբ որ հոկտեմբերի 27-ը տեղի էր ունեցել, զուգահեռ տեղի ունենում Կտրիչ Ներսիսյանի այդ արարողությունը, նրան գալի հայտնում են, իսկ ինքը ասում է չէ, թող շարունակվի, բան ակնհայտ իրենք գիտեն արդեն ինչա տեղ ունեցել եւ այլն։ Եվ իր այդ ամբողջ այդ կաթողիկոսական տարիները, այսինքն բուն հոգևոր խորհրդից շեղված մարդիկ զբաղված են ինչով ասես, բիզնես եւ այլ, այսինքն հոգևորը տեղում չի, իսկ եթե հոգևորը տեղում չի, շատ հազար ներողություն, ոչ մի բան իր տեղում չի։ Ես ինքս շատ վաղուց դեռ դպրոցական տարիներից հաճախել եմ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մենք ընտանիքով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ ենք, միշտ այսպես ներքին մղումով ես գնացել եմ, բայց ինչ-որ մի ժամանակից հետո, ինչ-որ մի դեպքից հետո, այսպես ասած, ես իմ մոտ ինչ-որ մի բան կոտրվեց, փլուզվեց։ Ես հիմա երկու բառով կփորձեմ ներկայացնեմ ինչա ինձ հետ տեղի ունեցել, որպես հայ առաքելական եկեղեցու հավատացյալ զավակ եւ այլն։ Ուրեմն անուն չեմ տա, ինձ պետք չի դա, ուղղակի պետք կլինի հետո հնչեցնեմ նաև այդ անունները, որ բոլորին հայտնի են, այդ հոգևորականների անունները, իրանք հիմա այն 6 հոգու հետո ձերբակալեցին այդ 6 հոգու մեջ նաև այդ հոգևորականն է։ Հա։ Ես քանի որ այսպես գալիս էի եկեղեցու պատարագներին եւ այլն, 15 տարի առաջ, գուցե մի քիչ 15 տարի առաջ, իմ ամենասիրելի վայրերից մեկը դա Մարիանե եկեղեցու բակում զբոսնել եւ հանգստանալ։ Շատ հաճախ ինքս ինձ հետ, այդպես Աստծո հետ, իմ հետ, այդպես այդ բակում հանգստանում եմ։ Եվ ուրեմն տեղի քահանա, որ երկար տարիներ այդտեղ քահանա էր, զրույցներ էինք անում ու ես անդադ որպես երիտասարդ էի ու անդադ ինչ որ հետարքիր հարցեր էր ծագում, փորձում էի հոգևոր հովվից հետարքիր բովանդակությամբ զրույց եւ այդտեղից ինչ որ ինձ համար կարեւոր ինչ որ բան ստանամ։ Բայց ինչ էր տեղի ունենում ամեն անգամ։ Իմ մոտ տպավորություն էր, որ այս մարդիկ ոնց որ դերասաններ լինեն։ Դերասանը ոնց է բարձրանում է բեմ, խաղում է իր դերը, հա։ Կյանքում նա արդեն լրիվ ուրիշ մարդ է։ Դերը մի բան է, դերասանությունը մի բան է, կյանքում նա դերասան չի, նա արդեն ոնց որ շփվում է մարդկանց հետ, իր կենցաղով եւ այլն։ Մոտ այդ տպավորությունն էր, որ իրանք էլ ոնց որ դերասաններ լինեն, այսինքն հոգևոր կյանքը եւ աշխարհիկ կյանքը, երբ որ ինքը բարձրանում է խորան, հրաշալի տիսակարգ անում, գուցե հրաշալի քարոզ, դա մի բան է, իսկ իր անձնական, սեփական օրինակով, կենդանի օրինակով ինչ որ օրինակ ծառայի հոգևորականին, բնորոշ հոգևոր խորհրդին ծառայի, այս արդեն լրիվ ուրիշ բան է։ Ինչ տեղ ունեցավ եւ հարթական զրույցներից մեկում, հա, այդ հոգևորականը
մենք շատ հետաքրքիր հոգևոր զրույցներ ենք ունենում, ինչ էր ասում, դե ասում ապրելա պետք, ասում ապրելա պետք, ես տուն եմ պահում, ուսանող եմ պահում, չի հերիքում, անդադ չի հերիքում, բան, ինչ որ տենց նյութական կարիքի մեջ այդ մարդը։ Հա, բայց ասենք հասկանում ես, ասենք հոգևորականը ավելի վեր դի կանգնի այդ ամեն ինչից, ես դրա համար էի գնաց իր մոտ։ Լավ մի բան է, ասենք ինչ-որ սովորական, ինչ-որ մեկը, որ հոգևոր կյանքով չի ապրում, այդպես ինքը ընկել է այդ կարիքի մեջ, նյութականի մեջ, բայց մի բան է հոգևորականը, որ հրաշալի քարոզ է կարդում, բայց իրականում լրիվ մի հատ ուրիշ բանով է, իրական հոգեվիճակը ուրիշ է, կարիքից դրտված։ Միջալյուս կարիքից դրտվածը դա շատ վատ բան է, երբ որ կարա ինչ-որ քայլ անի կարիքից դրտված ստի, կարիքից դրտված գողություն անի, կարիքից դրտված էլ եսիմ ինչ անի, շատ վատ բան է, հասուն մարդը վրծում է, դուրս կալ մի հատ ուրիշ հոգեվիճակ մեջ, որը գողության և շնորհակալության բավարարվելու, այսպես այդ հոգեվիճակն է, երբ որ փառք ես տալի Աստծուն, գոհանում ես, ժողովրդական խոսք ասում է, քչից չբավարարողը երբեք շատից չի բավարարվի։ Եվ այս մեր հերթական զրույցի ժամանակ այս մարդու հետ այս տեսակի բնույթի զրույցը իրան դա դուր չեկավ եւ ընդཐུպ միջև ագրեսիվ կեցված, այսպես թևերը կշտած ու ասեց գնաս տեղից, գնա հենց հիմա գնաս տեղից, ասում լսի, սա եկեղեցին բոլորինը սա, ոնց ես նույնիսկ տեղից դուրս անում։ Եվ այլն շատ տհաճ մի հատ միջադեպ տեղ ունեցավ, ռուկապաշնի բոյ։ Հարձակվեց վրես։ Այդ հոգևորականը ամենավերջի բառերով, դրա բառերը մենակ պետք է լսեք, այդ հաղեակները եւ այլն։ Տհաճ պատմություն։ Դրանից հետո ինչ որ իմ մոտ ինչ որ շատ բան փոխվեց։ Իսկ հիմա ինչ ենք տեսնում, տեսնում ենք այն, որ հա էլի ասենք այդ հոգևորից խոսել է մի բանը, բայց հոգևոր կյանքով ապրել է մի ուրիշ բան, հա, իրանց համար, հա, այդ իրանց այդ կենցաղավարությունը եւ այլն։ Հետո ականատես ենք լինում, որ հոգևորականներ չեն ծառայում մեր ժողովրդին։ Նույն կտրիչ Ներսիսյանը ինչ կապ ունի հայ ժողովրդի հետ, երբ որ ինքը շքանշան է ստանում Պուտինից, գնում է Ռուսաստան, Պուտինից շքանշան է ստանում լավ ծառայության համար, լուրջ, այդ ինչ ծառայություն է մատուցե, լավ ծառայության համար, չէ՞, մի կագեբեշնիկի մյուս կագեբեշնիկին լավ ծառայություն է մատուցե։ Էսա, հետո գնում է Բելարուս։ Մենք Վազգեն առաջինից հետո նորմալ կատեգորիա չենք ունեցել ժողովուրդ ջան։ Ու սա ինձ չի կարող անտարբեր թողի, այսօր հա պատարակներին մեկ է տեսնում ես, ասենք քարոզի չեղում են ու ավելի ինչ որ քաղաքականացված, ընդգծված քաղաքականացված կոչերով, բաներով, սա չեմ ասում, սա ինչ է։ Իսկ ես գնում եմ պատարակի, վերջում պետք է նյարդայնացած դուրս գամ, մի հատ էլ փորձեմ, ասենք, ընդդիմանամ, ասեմ, լսեք, ուրիշ բաներ եք ոնց որ արդեն խոսում, ուրիշ բաներ եք արդեն քարոզում, հա, սա ինչ է, որտեղից է այս հրահանգները գալիս։ Որին նայում ես, բիզնեսներ էլ ունեն, տներ էլ ունեն եւ այլ, ժողովուրդ, ես չեմ ասում, վատ բանա փող աշխատելը նորմալ է, նո նայած ասենք ինչ ճանապարհով բան, բայց այդ դեպքում եկեք ուրիշ դաշտ, եկեք այդ բանի դաշտը, հա, հարկային դաշտ եկեք, մի հատ հասկանանք այդ ինչ փող եք, ոնց եք այդ փողը աշխատում։ Չոր ասենք, ես ինչքան գիտեմ, հոգևորական աշխատավարձ չի ստանում։ Շատ լավ, չի ստանում, բայց որտեղից իրան մի քանի տուն, այտենց այդ Range Rover, Lexus, չգիտեմ եսի ինչ
Ես չգիտեմ։ Մի խոսքով այսօր ինչ որ տեղի անանում մեր եկեղեցու հետ կապված, մի բան էլ ասեմ, եկեղեցին դա հայ ժողովուրդն է։ Եկեղեցին ինչ է մեծ հաշվով, ինչ է, ինքը մեր ճարտարապետական կոթողա շինություն է, որի պատերից ներս տեղի անանում Աստծո աղոտ երկրպագություն, առ Աստված, պարապանություն, Աստվածած, ահա սա է եկեղեցին։ Այսինքն դեռ որոշ հոգևորականներով դա չի պայմանավորված, որ եկեղեցի չեն, նրանք պարզապես հոգևորականներ են, որոնք իրենց հերթին շեղվել են իրենց հոգևոր խորհրդից, այսքան բան, սովորական մարդիկ են, որոնք շեղվել են, դե հիմա շեղվել են, կամ շեղել են, չգիտեմ։ Մաքրվել է պետք։ Ես դատապարտում եմ նման պահվածքը, հոգևորականների մանավանդ ագրեսիվ պահվածքը, որ կարող է գնաս հանկարծ ագրեսիվ, այսպես պահվածք ունենա։ Այսքան բան ժողովուրդ ջան, Աստված մեզ պահպան, սեր եւ համերաշխություն, ամեն ինչ լավ լինելու։